Մեր նկարահանող թիմը բողոքի հետքերով Արգավանդ գյուղում է։ Այստեղ ոռոգման համար նախատեսված առուն օգտագործվում է որպես կոյուղի։ Արգավանդը քաղաքին մոտ, բայց քաղաքակրթությունից հեռու։ Բնակավայրում խնդիրները բազմաթիվ են, բայց բնակիչ Մարինե Պողոսյանի անհանգստությունն ու բողոքը վերաբերում է Երևանյան լճից դուրս եկող ու մինչև իրենց բնակավայր հոսող գյուղատնտեսական նշանակության ջրատար առուների վիճակին։ Բացում ենք ջուրը, ամբողջ կոյուղին լցվում է հողատարածք։ Բազմաթիվ անգամներ եմ ասել, ու իրանք տեղյակ են, այդպես չի որ իրանք կոյուղին էլ առվի մեջ, որովհետև հնարավոր չի, բա ինչ անեն են մարդիկ, ովքեր ասենք առու չկա, որտեղ են բաց թողում փողոցում։ Այդ նույն բանն է, ես ուզում եմ, որ լսեն այդ ժողովուրդը, որ իրանք ընտանիքներով գան մեր հողատարածքում, իրանք պահանջմունքները բավարարեն։ Տասնամյակներ շարունակ անլուծելի թվացող խնդրի լուծումը տիկին Մարինեն այլևս չգիտի որտեղ փնտրել։ Այն կարգավորելու պահանջով բնակիչը բազմիցս դիմել է համայնքային իշխանություններին, բայց պատշաճ արձագանք չստանալով դիմել է Արմալուրի օգնությանը։ Եվ գյուղապետարան, Էջմիածնի ջոին եմ դիմել, նրանք ասացին, որ գյուղի ներքին ցանցը իրենց չի պատկանում, գրավոր եմ դիմել, դիմում ուղարկել են Մասիսի համայնքապետարան, այնտեղից ասեցին, որ նրանց պատասխանել են, որ մենք լուծենք խնդիրը, ու դրանից հետո ես եւ Մասիսի համայնքապետարան եմ դիմել, անցած տարի գրել եմ մարզպետին, նրանք չպատասխանեցին, այս տարի արդեն վարչապետին եմ դիմել։ Մարինե Պողոսյանը պատմում է, նկարահանումից առաջ են եկել մաքրել ամիսներով կուտակված տիղմն ու աղբը։ Բարբերաբար չեն մաքրում։ Երբ որ 100 անգամ բողոքում ես եւ այլը, նոր ինչ-որ բան են ուզում անել։ Խնդիրը լուրջ առողջապահական ու էկոլոգիական ռիսկեր է պարունակում։ Նույն առվի ջրերը բնակիչներն օգտագործում են գյուղատնտեսական հողատարածքները ոռոգելու համար։ Կոպիտ է հնչում, բայց օրինակ ելակի բերքը, ինչը հողի հետ մեծ շփում ունի, գյուղացիները ստիպված ջրում են այս առուներից եկող ջրով։ Ընդհանրապես փական չկա գետի հունի մոտ դրված, որպեսզի կառավարվի ջրի հոսքը։ Այստեղ մի քանի անգամ ավել ջուր ա գալի, կոյուղի, տիղմ, խոտ, ժողովուրդը ինչ ունի լցնում է առուն։ Ու անընդհատ ամբողջ այս գիծը խցանում է, լցվում է, տեսնում եք, իմ հողատարածքի մեջ, ոչ միայն իմ, վերևներում փողոցներով, մարդկանց հողատարածքներով։ Կնոջ պահանջը մեկն է, անօրինական կոյուղաջրերի արտահոսքը դեպի ոռոգման առուներ դադարեցնել։ Երբեք ոչ ոքի չի հետաքրքրում, որ այդ կոյուղին բոլորին է վնաս։ Հիմա դուք տեսնում եք, որ ջրի մեջը ամբողջը կոյուղի է, որովհետև առավոտյան, երեկոյան, երբ որ տունն են, կոյուղին գալիս է այս ամենախնդրահարույց այս հատվածը, մի գծով չի գնում, որ ինքը ջուրը քշի տանի, վերում լցնում է ստեղ։ Մարինե Պողոսյանը բնակվում է Սուրբ Սարգիս Զորավար փողոցում, միայն նա չէ բողոքում, տարբեր փողոցներում խնդիրը նույնն է։ Բնակիչներն ահազանգում են, ոչ միայն կոյուղաջրերն են հոսում առվով, այլև աղբը։ Բայց արդարության համար պետք է նշել, որ այդ նույն բնակիչներն են աղտոտում բնությունը։ Այստեղ կարևոր է հասարակության գիտակցության բարձրացմանը միտված քայլեր ձեռնարկել։ Իմ նկուղն է լցվում, քաշում է տանտակը, ոչ մի ձև հնարավոր չի։ Իրանք պատճառաբանում են, որ ես իմ տունը առվի բերանին եմ դրել, բայց դա նշանակություն չունի։ Դա ոչ մի նշանակություն չունի, եթե ջուրը հոսի, այս տեսակ չի լինի։ Տիկին Մարինեի բողոքը մնացել է համայնքային իշխանությունների փակ դարակներում, թե այն ուսումնասիրվում է։ Հարցի պատասխանը ստանալու համար երկար սպասեցինք Արգավանդ բնակավայրի վարչական շենքում, սակայն ի վերջո ստացանք պատասխաններ։ Համայնքապետարանի կողմից համապատասխան ընթացք է տրվել դիմումին եւ ուսումնասիրության արդյունքում ամեն ինչ պարզ է դարձել եւ համայնքապետարանի բնակության հատուկ սպասարկման ենթակառուցվածքների սպասարկման հողակին հանձնարարական է տրվել նշված խնդիրը կարգավորելու։ Այնտեղ մի փոքր խնդիր ունենք հենց Մարինե Պողոսյանի կողմից ցանկապատ տարածք կա, որտեղ որ տեխնիկայի հասանելիությունը դժվար է։ Որ առուն բնակիչների համար ծառայում է որպես կոյուղի, Մասիս համայնքի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետն ուռճացված ինֆորմացիա է համարում։ Դա այդքան էլ չի համապատասխանում
իրականությանը, նույնպես դրանք ուսումնասիրվել են, եթե լինեն նման խնդիր բնակիչների կողմից, այլ բնակիչների կողմից, նույնպես այդ խնդիրները կկարգավորվի։ Խոստանում են խնդիրներին լուծում տալ, բայց շտապում են հիշեցնել. մեր երկրում հատկապես ոռոգման առուներում թափվող աղբն ու կեղտը վերահսկելը դժվար է, այն անցնում է մի քանի տասնյակ բնակավայրերով։ Իրականում խնդիրը համընդհանուր է, աղբը և հատկապես կոյուղու կեղտաջրերն առուներում հոսելու հարցը պետք է ամենաբարձր մակարդակով լուծել։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։